Ինչ է կարծում ես, ինչպիսի ղեկավար է պետք։ Ժողովրդի մասին մտածելով, ամեն ինչը պետության համար մտածելով, հայերի մասին, հայ աշխարհի մասին, այս հայությունը հայերը շատ են տանջվել։ Ինչպես ասում են 15 թվին Թուրքիի կողմից, հիմել վերևների կողմից, այս ժամանակակից ձևով են հայերին, ինչպես ասել, կներեք չագեշտավոր ոչինչ ասում են, որտեղ բոլորը փակնում են, բոլորը գնում են։ Այնպեսի ղեկավար է պետք, որ ժողովրդի հոգսերով ապրի, իսկական իմաստ եղի, ժողովրդի հոգսերով ապրի, մտածի ժողովրդի մասին, ոչ թե գալածը թալանա։ Առաջին հերթին դաստիարակված մարդ, ամենակարևորը, բանիմաց, ինտելեկտով, չիդակ և գլխավոր է ինստիտուցիոնալ մտածողության թեր մարդ, ով կարող է ինստիտուցիաներ սարքել, մեր բոլոր ինստիտուցիաները փլված են հիմա Հայաստանում գործում են թերի և շատ լավ կլիներ, որ իրական պատարագի մասնակցող հայ քրիստոնյա լիներ, շատ լավ կլիներ, ոչ թե դառնար այդպիսին, այլ ի սկզբանե, որ տեսել ենք, որ ինքը եկեղեցի է մտել փոքրուց, կամ ինչ-որ տարիքից այդպիսի մարդ է։ Իհարկե, կատար ժողովրդի կողմից լինի։ Մեզի պետք է Տեմերյանի նման ղեկավար։ Մեկ է ազնիվ մարդ։ Այդ ազնիվ բառի մեջ մտնում է այդ բոլորը։ Ուժեղ, հոգատար, այո, ժողովրդի հոգսով ապրող, իհարկե։ Հոգատար, ժողովրդի հույսերով ապրող ղեկավար է պետք։ Արտար, որը չի մտածում իր գրբանի համար նստեատորի, որ կարողանա ոտքի կանգնես, մի բուր հողը հիմա պիտի ծաղկեր, ոչ տեսպես դնային, որ դմագի պես յուրաքանչյուրն իրեն համար ուզեր։ Շնորհքով ղեկավար։ Մեզ ազգային, ազգասեր ղեկավար, որը մտածի ազգի մասին, իր ժողովրդի մասին։ Ժողովրդի հոգսերով ապրող ղեկավար։ Ինքը իր հոգսերը պաշտպանի այդ ղեկավարը, ուրեմն ժողովրդի ղեկավար, ոչ թե հուրանա։ Հուրացած մարդիկ են սա։ Գիտես ինչքան բլադե այդ բանը, թրտի ավրանքը ձեռք բերել է, հաշակը, թրտի ենքան բամբերին, որ դե Ղարաբաղը տակտավին հեմել երև Հայաստանը կուտա։